ազատության օրվանից արդեն 1 օր առաջ Պահեստազորի գնդապետ Վալոդյա Ավետիսյանը կալանավորվեց, սակայն մինչդեռ նա արդեն ամիսներ շարունակ պայքարում էր, հա, ազատամարտիկների իրավունքների, սոցիալական խնդիրների, ազատամարտիկի օրենքի համար։ Ինչ եք կարծում, քաղաքական Վալոդյային դուք համարում եք բանտարկյալ եւ կարծում եք, որ արդարությունը կհաղթի եւ ինքը այնուամենայնիվ կշարունակի իր պայքարը։ Շնորհակալություն հարցի համար, ես պատասխանեմ։ Ուրեմն անցած տարի համարյա այս ժամանակներից գարունն էր Վալոդյա Ավետիսյանը եկավ այս նստածույց հայտարարեց, հաջորդ օրը ես եկա իրան աջակցել, որտեղ ճիշտ էր ինքը բողոքում էր սոցիալական վիճակից, ինքը բողոքում էր, որ թոշակները շատ քիչ են վճարում, հաղթանակած երկրի զինվորներին, թեկուզ նախկին են ասում ազատամարտիկ, բայց հələ որ բարգաս ուրիշ պատերազմ չի եղել, մենք նախկինը չենք, մենք այս վերջիներն ենք։ Բացի դա, ուրեմն մտում թե կառավարությունը արձագանքեց, վարչապետ Կոչեցյալը ընդունեց Վալոդյային ու մի քանի հոգու, ընդ լիքը խոստումներ տվեց։ Մենք էլ ահագին մտանք իր վիճակի մեջ, ասեց մոտակա ժամանակներս հնարավոր չի թոշակները բարձրացնել, բայց մենք ասեց 14 թվականից կբարձրանա։ Ու սուտ ասեց։ Ինչ անեշը մենք, օրինակ մենք գնացել ենք մեր հայրենիքը պաշտպանելու, հետի թե ոնց են ուզում ջոգեն կարտատեկայով, թե ինչ ռենտգենոլոգիա ուզում են միացնել, իմանանով որ ակվը, հետի ավելի շատ օգուտ կլինի մեզ, եթե իրան կարենան այդ հարցը լուծեն, 24 տարի անց է արդեն։ Հենց իրանք էլ խառնաշփոթը ստեղծեցին։ Այսօրվա ոնել այդ խեղճ մարդը, որ ասում էր իմ թոշակը քիչ է, ես 80,000 դրամով չեմ կարող 6 երեխա պահեմ։ Հələ վարչապետին 80,000 դուր մոռանում է, որ այս տղեկի շնորհքն է, որ պատերազմը մենք կրեցինք։ Մինչև վերջ պատրաստ եք կանգնելու պայքարելու Վալոդյա Ավետիսյանի ազատության համար, մինչև վերջ կգնան ազատամարտիկները։ Մենք մինչև քանի սաղ ենք, մենք մեր մարդկությունը, մեր ընկերությունը, մեր հայությունը մենք չենք կորցնում։ Մենք մեր դեմք իրավունք չունենք, մենք մեզ չենք հարգի, եթե մենք մոռանանք մեր հետի նույն բանն մեր համար, ոնց որ վիրավոր ընկերոջը թողեն կռվի դաշտում ու փախնենք։ Իսկ իրանք այդպես բանի սովոր են։ Իրանք ոչ թե սովոր են, ամենավատթարագույնն են անում։ Նրանք հենց այս ազգի համար արուն թափած տղեկին մցրել են տուպիկ։ Ստորացնում են ու պատվազուրկ են անում ու դրանով ուզում են բարձրանան իրանք երբեք չեն բարձրանա։